Զվարթնոց օդանավակայանի ենթակառուցվածքները կընդլայնվեն, ինչը կբերի համապատասխան ծառայությունների որակի բարձրացմանը։ Կոնցեսիոն կառավարչի կողմից առաջարկվել է մեծ ներդրումային ծրագիր։ Այդ ընդլայնման հետ կապված կան որոշակի իրավական տիրույթում հարցեր, որոնք այժմ քննարկման փուլում են գտնվում։ Ունենք ընդհանուր մոտեցումներ տարբեր հարցերի շուրջ կառավարության կողմից եւ կոնցեսիոների եւ հիմա աշխատում ենք իրավական մասի ձևակերպումների վրա, հենց աշխատանքները ավարտվեն եւ ունենանք շոշափելի արդյունք այդ մասով, կարծում եմ դա հանրությանը արդեն հասանելի կլինի։ Անդրադառնալով օդանավակայանում նոր տերմինալ կառուցելու հարցին նախարարի տեղակալը նշեց, այս հարցը եւս ընդգրկված է ներդրումային ծրագրի շրջանակում։ Գերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծված, որ գլխավորում է պարոն Գրիգորյանը եւ այս պահին աշխատանքները տարվում են այդ ուղղությամբ եւ ես ինչպես նշեցի ունենք թե կոնցեսիոների կողմից թե կառավարության կողմից այդ որոշ հարցերի շուրջ իրավական թե ինչպես դա պետք է իրականացվի ըմբռնում եւ դա պետք է արդեն իրավական տեսանկյունից թղթի տալ եւ համապատասխան փոփոխություններով կոնցեսիոն պայմանագրի մեջ իրականացնել, որից հետո հնարավոր կլինի արդեն այդ ներդրումային ծրագիրը կյանքի կոչել։ Իսկ մինչ այդ պատասխանատուները ամփոփում են ուղևորահոսքի ցուցանիշները, որոնք 2024 թվականին կարծես թե գոհացուցիչ են եղել։ 23 թվականից ճիշտ է որոշակի համեմատ որոշակի անկում կար մոտ 1.3%-ով, բայց ընդհանուր առմամբ օդանավակայանների կողմից սպասարկվեցին շուրջ 5.4 միլիոն ուղևորներ, որը բավականին մեծ ցուցանիշ է, համեմատենք օրինակ 2019 թվականի ցուցանիշին, որը շուրջ 3.2 միլիոնն էր, եւ այս առումով բավականին մեծ աճ կա, եթե այս ռետրոսպեկտիվայով դիտում ենք, ունենք 5 նոր ավիաընկերություններ, որոնք մուտք են գործել 2024 թվականին հայկական շուկա, նաև հուսով ենք, որ այս տարի նույնպես նոր ավիաընկերություններ կլինեն, որոնք դեպի Հայաստան եւ Հայաստանից օդային տրանսպորտով ուղևորափոխադրումներ կիրականացնեն։ Նշեմ, որ առաջի 2 ամսվա տվյալներով այս պահին ունենք աճ գրանցված նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար, հունվար-փետրվարի մասն է խոսքը։ Միտումները դրական են եւ Սիմոնյանը հույս ունի, որ աճի միտումը կշարունակվի։ Փոխնախարարը նշեց, այս պահին տարբեր ավիաընկերությունների հետ քննարկումներ են ընթանում մի շարք մեխանիզմների շուրջ ուղղված ինչպես Զվարթնոց, այնպես էլ Գյումրիի Շիրակ օդանավակայաններում ուղևորահոսքի աճի խթանմանը։ Ուղևորահոսքի աճին կնպաստի նաև Եվրամիության այսպես կոչված սև ցուցակից դուրս գալը։ Սիմոնյանը նշեց, որ համատեղ ջանքերով Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 4 տասնյակից ավելի թերությունները։ 2024 թվականի ամբողջությամբ ներկայացվել են այդ թերությունների շտկման ուղղությամբ իրականացված աշխատանքները փաթեթով, որից հետո նաև ավելի մանրամասն դեկտեմբերին է ուղարկվել այդ տեղեկատվությունը։ Մենք այժմ գտնվում ենք այն փուլում, որ ԵՄ գործընկերների հետ քննարկում ենք այդ արձանագրված թերությունները վերացնելու մասին իրենց դիրքորոշման ստացման եւ սև ցուցակից Հայաստանյան ավիաընկերությունների դուրսբերման ուղղությամբ։ Եվրամիության սև ցուցակից դուրս գալու հստակ ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ։ Նախարարի տեղակալի խոսքով գործընթացը երկկողմ է, Հայաստանը պահանջված ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է, այժմ սպասում են ԵՄ գործընկերների արձագանքին։ Գայանե Գաբոյան, Հովհաննես Մկրտչյան, Armenpress։